Բարև ձեզ հարգելի ունգընտիները վագընտիրներ, վանացանի եթերով թիմադրի էջով ցեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարեն Խանլարյան թիմադրյան քրարումով դեղեկացուց թե ամերիկյան իսրայելյան ռմբակոծումներու հետևանքով մեծապես վնասված է իրանահայ ազգային եւ մշակութային միության Թեհրանի գետրոնադեղին։ Պարկասուզո չկան մարդկային զոհեր։ Այս ցավալի իրողությունը անգամ միևս ապացուցեց, որ Իրանի թշնամիները ըստ էության խտրություն չեն տներ Իրանի ցեղային, գրոնական, թավանապանական խումբերու եւ շերտերու միջև, եւ անոնց հարվածներեն անխնագդուժեն բոլոր իրանցիները, որոնց կարգին նաեւ իրանահայերը, նշեց ան եւ ավելցուց. Մշտապես հավատացած եմ, որ քաղաքապարական, քաղաքական, հասարակական կամ թավանապանական բոլոր հանգամանքներն անգախ յուրաքանչյուր արտաքին հարված իրանահայ որևէ միավորի հարված կնկատվի ամբողջ իրանահայության։ Իրանահայ համայնքին ցավակցություն հայտնելով գուհուսան, որ օր առաջ վերականգնին ստացված վնասները եւ բոլորով գրգին ագանադես ըլանք իրանահայ ազգային եւ մշակութային միության վաստակաշատ մարզիկներու եւ մշակութային կորզիչներու կորձուն ներկայության իրանահայ համայնքի ցանկին մեջ գրեց Գարեն Խանլարյան։ Լոնդոնի մեջ հաստատված Apollo Strategic Communications գազագերբությունը երկու մարտին ամերիկյան լրատվամիջոցներու խմբակիրներուն ուղարկած է նամակը, որուն մեջ առաջարկած է կատարել ոչ հրաբարակային քննարկումներ, նպատակ ունենալով արտավորել հայ թադի ամերիկյան հանցախումբը, արժեզրկել եւ վարկապեկել անոր գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներուն ուղարկած փակ նամակը հայտնված է հայ թադի ամերիկայի հանցախումբին մոտ։ Ուշագրավ է, որ հայտարարի Ամերիկայի հանցախումբին մասին խոստացվող դեղեկատվությունը ամբողջությամբ կհամապատասխանե հայտարարի համագարկին թեմ բայկարին մեջ ազերբայջանա-թուրքական շրջանակներուն կողմէ օգտագործվող գեղձ բնդումներուն։ Արտարև ուսումնասիրությունները ցույց կտան, որ Apollo Strategic Communications-ի մայր ընկերության RSK Group-ին գվատկանի Azerbaijan Environment and Technology Center Ltd Tustr ընկերությունը, որ լայնածավալ ծրագիրներ գիրականացնե Ադրբեջանի մեջ, մասնավորապես Կասպիան տարածաշրջանին մեջ, իսկ Apollo-ն 2009-ին իր հիմնադրութենեն ի վեր կորզած է քանի անունով Red Public Relations Limited եւ Apollo Public Relations Limited։ Թշպախտապար ադրբեջանական ագնհայտ ուղղորդումով այս արշավին միացած են նաեւ հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ, ներառյալ Հայաստանի ազգային ժողովի պատգամավորը։ Այսպես երկու մարտի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներուն գարաչարգվի հայտարարի Ամերիկայի հանցախումբը վարկապեկելով դեղեկատվության փոխանցում հետևյալ անձերուն հետ հանդիպումներու միջոցով։ Եվրոպայի մեջ անվտանգության եւ համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատագիծ Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Ղարաբեդյան, Բադմապան Նշտե Հովսեփյան, Կարնեգի հիմնադրամի այցելու գիտաշխատող Գարո Փայլան։ Ավելի ուշ X-ի իր էջի մեջ Գարո Փալյան հրաժարած է այդ արշավի մասնակցութենեն գրելով. Լրագրողներուն իմ անունովս ուղարկված հաղորդակցություններ Հայաստանի մասին, որոնք ես չեմ լիազորած։ Հատկանշական է նաև, որ այս արտահոսքեն յետ Apollo Strategic Communications-ը պագած է իր X-ի էջը, իսկ աշխատագիծներու ցանգեն հերացուցած է հրաբարակված նամակը ստորագրած աշխատագիծ Դանիել Բլեյք Մարտինի դվյալները։ Գադարվազին մասին հայտարարի Ամերիկայի հանցախումբը Apollo Strategic Communications-ն կպահանջի հետևյալ հարցումներուն պատասխանը։ Առաջին, ով վարձած է Apollo-ն հայտարարի Ամերիկայի հանցախումբին դեմ արշավ կատարելու համար եւ որքան գումար վճարած է։ Երկրորդ,
Եթե Ապոլոն Ամերիկայի մեջ կորձած է օդար բադվիրադուի համանունով ամերիկյան գազագերբության թեմ, ուրեմն ինչու՞ չէ արձանագրված Միացյալ Նահանգներու արտարադատության նախարարության մոտ Foreign Agents Registration Act օրենքին համաձայն։ Երրորդ, ինչպես եւ ինչու այս քաղաքնի արշավին մեջ ներգրավված են Մարիա Գարաբեդյան, Նշտե Հովսեփյան եւ Գարո Փայլան։ Չորրորդ, ինչ կապեր ունի Ապոլոյի մայր ընկերությունը RSK Group-ը Ադրբեջանի Ալիևներու ընտանիքին եւ Կասպիան տարածաշրջանի ուժանյութի ընկերություններուն հետ։ Երեք Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանի վարշական շենքին հարագից տարածքին մեջ բացվեցավ հայոց այփուպենին նվիրված արմադակիր երկխոսության ուժը խորակիրով հուշարձանը։ Հուշարձանը ոգեշնչված է հայկական հին քրադեսակներեն արմադակիր ոճով, որ միջնադարյան ցերակիրներուն մեջ օգտագործված կարևոր քրացևերեն մեկն է։ Կանտակը կխորհրդանշե խոսքի, քիրի եւ մշակույթի ուժը, իբրև ժողովուրդներու միջև փոխըմբռնում եւ համագործակցություն ստեղծող արժեք։ Հուշարձանին բացումը մշակութային կարևոր իրադարձություն է, որովհետև անդեղադրված է եվրոպական քաղաքական կարևոր կենտրոններն մեկուն մեջ։ Ան միաժամանակ կներկայացնե հայկական մշակութային ժառանգությունը եւ կընդգծե Եվրոպայի եւ Հայաստանի միջև մշակութային եւ արժեքային գաբերը։ Միացյալ Նահանգներու փոխնախագահ J.D. Vance-ի Երևան այցելության ընթացքին հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկին մեջ անոր ընկերակցել է շաբաթների հետ թանկարան հիմնարկի դնորեն Էդիդա Կզոյան հրաժարած է իր պաշտոնեն։ Դեղեցություններու համաձայն Հայաստանի կառավարության կողմէ բանեցված ճնշումներու տակ։ Ձանոթ է, որ Vance եւ անոր գողագիծը հուշահամալիրը այցելեցին 10 փետրվարին։ Ցեղասպանության զոհերու հիշատակին նվիրված անմար գրագին մոտ ծաղիկներ զետեղել է հետ, Կզոյան զիրենք առաջնորդեց համալիրի այլ բաժիններ, ներառյալ Արցախի հագամարտության սկզբնական շրջանին Ադրբեջանի մեջ կատարված չարտերու զոհ դարձած հայերու հիշատակին կանգնեցված խաչքարերու մոտ։ Սումգայիթի, Բաքուի եւ Կանցակի չարտերու զոհերու հիշատակի խաչքարերու մոտ Կզոյան պատմեց այդ արյունոտ իրադարձություններուն նաեւ Արցախի պատերազմին մասին։ Հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկի մամլո հաղորդակցության համաձայն Կզոյան անդրադարձած էր այդ իրադարձություններուն եւ հայոց ցեղասպանության միջև եղած կապին։ Նաեւ Վենսին նվիրած էր հայոց ցեղասպանության եւ Արցախի հարցին վերաբերող գիրքեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, որ քանի մդարի առաջ դադրեցավ Արցախ անունը կորզածել է, փետրվարի ավարտին ազգային ժողովի մեջ անդրադարձավ Վենսի այցելության գազմագերբման եւ ասավ, որ դեղի ունեցան բաներ, որոնք պետք չէր դեղի ունենային։ Այս դեպքերեն յետք Կզոյան ներկայացուց իր հրաժարականը։ Գարկ լրատվամիջոցներու համաձայն Հայաստանի կառավարությունը հրահանգած է անոր հերանալ պաշտոնեն Վենսին ըսածներուն եւ ցուցադրածներուն պատճառով։ Կզոյան դագավին հրաբարագային գերբով մեկնաբանած չէ իր որոշումը, որ վրդովեցուցած է թանկարան հիմնարկի մնացյալ 74 աշխատակիցները։ Անոնք իրենց փողոքը հայտնած են Փաշինյանին ուղված միացյալ նամակով։ Հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկի դնորենի խորհրդական Միհրան Մինասյան ասավ, որ թանկարանին պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բոլոր աշխատակիցները միասնապար առանց բացառության նույն հարցով դիմեցին կառավարության։ Թանկարան հիմնարկի բաժինի ղեկավար Սուրեն Մանուկյան իր գարքին ասավ, թե ինք եւ իր գործընկերները ոչ պաշտոնապես դեղեկացած են Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության կողմէ, որ գհսկե հիմնարկին, թե Կզոյանին հրահանգված է հրաժարիլ, որովհետեւ անցախողած է բաճաճ վերահսկողություն կատարել հուշահամալիրի վերանորոգության վիճակահարույց աշխատանքներուն, որոնք սկսած էին անցյալ ամառ։ Մանուկյան այս բացատրությունը ոչ լուրջ որակեց, բնտելով, որ վերանորոգումի աշխատանքները ուղղակիորեն կհսկվին նախարարության կողմէ։ Ես շատ լավ կհասկնամ, որ այս պետական հիմնարկ է, եւ մեր գլխատասային գազագերբությունը, գրթության, գիտության նախարարությունը լրիվ իրավասություն ունին դնորեն փոխելու, ամեն ինչ փոխելու։ Բայց ինձի համար ամենեն մեծ վիրավորանքը այն է, որ մեզի հետ ոչ ոք չի խոսիր իբրև գիտնականներ, որ օր ու գիշեր այս աշխատանքի մեջն ենք, ոչ մեկը չի հարկեր, չի եկած մեզի հետ խոսելու,
ըսավ Մանուկյան, որ շեշտեց, թե անընդհատ կխոսին գիտության միջազգայնացումի անհրաժեշտության մասին, բայց կստիպեն հեռանալ բարձր վարկանիշ ունեցող գիտնականի մը Էթիդա Կզոյանին։ Մենք ավելի շատ կսպասեինք, որ մեր դնորենին բարգեւադրեն իր լավ աշխատանքին համար։ Այստեղ արտարության հարցն է խնդիրը, հայտնեց Մանուկյան։ Գրթության նախարար Ժաննա Անդրեասյան բարբերական այցելություններով անցամբ կհսկե վերաշինության աշխատանքներուն։ Վենսի այցելությունեն յետ Կզոյան այլևս չէ ընկերակցած նախարարին այդ այցելություններուն։ Նախարարությունը 3 շաբթի օր մերժեց Կզոյանի հրաժարականին պատճառը, նշել ասելով, որ մամլո հարցադրումներուն պիտի պատասխանե միայն գրավոր ցևով։ Անոնք նաև հիշեցուցին, որ հիմնարկին տնօրենը կնշանակվի հոգապարծուներու խորհրդին կողմէ։ Խորհրդի նախագահ Ֆրանսիայի ցեղասպանագետ Ռեմոն Քևորքյան եւ քանի այլ անդամներ անցյալ շաբաթ հրաժարական տվին։ Փաշինյան զանոնք անմիջապես փոխարինեց այլ անդամներով։ Միացյալ Նահանգներու միջազգային գրոնական ազատության հանձնաժողովի USCIRF 2026 տարվան զեկույցին մեջ նշված է։ Ադրբեջանի մեջ բավող հայ բանդարգյալներու ընտանիքներուն համաձայն անոնց արգելված է գրոնական նյութեր, մասնավորապես աստվածաշունչ ստանալ։ Զեկույցին Ադրբեջանին վերաբերող մասին մեջ գնշվի թե Փետրվարին USCIRF-ի պատվիրակությունը մեկնած է Ադրբեջան քննադատելու համար գրոնի ազատության պայմանները եւ հանդիպելու կառավարական պաշտոնատարներու հետ։ Թեև ադրբեջանական կառավարությունը պատրաստակամություն հայտնած է USCIRF-ի հետ երկխոսություն կատարելու, բայց եւ այնպես այդ օրենի վեր անէական հարաճընթաց արձանագրած չէ գազագերբության առաջարկներուն իրականացման ուղղությամբ, արձանագրված է զեկույցին մեջ։ Փաստաթուղթը անդրադարձած է նաև Արցախի հայկական պատմամշակութային եւ քրիստոնեական հուշարձաններու ճակատագիրին, Լեռնային Ղարաբաղի եւ հարագից տարածքներուն մեջ գտնվող պատմական հայկական գրոնական հուշարձանները կշարունակեն վտանգի տակ մնալ։ Ադրբեջանի կողմէ 2020-ին եւ 2023-ին այդ տարածքներուն վերահսկողութենեն յետք։ Հուլիս 2025-ի թրությամբ արբանյակային պատկերներու վերլուծումը հայտնաբերած է 8 ոչնչացված եւ 10 վնասված գրոնական վայր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանոցներ եւ մշակութային այլ արժեքներ։ Ներկայացված է նաև հանձնաժողովի նախագահ Վիկի Հարձլերի Ադրբեջանի մասին հadoop կարծիքը, որոնց համաձայն Ադրբեջան հadoop դիտարկումի երկիրներու ցանկեն պետք է դեղափոխվի գրոնական ազատություններու տեսակետեն ավելի վատ վիճակի մեջ գտնվող հadoop մտահոգության երկիրներու շարք, որովհետև երկիրը շարունակ բացահայտ եւ գոբդորեն խախտե գրոնական ազատությունը։ Երկիրը արդակուստ կհայտարարե, որ գաճակցի գրոնական ազատության, սակայն ներքուստ կգնե հագարակը։ Ան կխոշտանկե իր քաղաքացիները եւ կվերահսկե գրոնական կորձունեությունը, կվդարե անգախ լրատվամիջոցներն ու Գարմիր խաչը եւ գոչնչացնե գրոնական ժառանգության վայրերը։ Լեռնային Ղարաբաղեն մոտ 2 տասնյակ հայ բանդարգյալներ, որոնք թադված են փակտերներու յետին, առանց բավարար իրավաբանական օգնության ենթարկված են ձեզի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության եւ բաճած սնունդի մատչելիության բացակայության։ Զրկված են աստվածաշունչեն, խաչի տրոշները այրելու միջոցով չնչված են։ Ոստիկանությունը պատասխանատվության չեն թարգվիր այս գործողություններուն համար։ Ան նաև նշած է, որ եթե Ադրբեջան ուզե Միացյալ Նահանգներու լիարժեք գործընկեր ըլլալ եւ խթանել անոր տնտեսական եւ ռազմավարական նպատակները, պետք է կատարե իսկական քայլեր գրոնական ազատությունը իսկապես ընդունելու համար։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով էպտիմադեդրի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնը աղորդավար Նատալին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։